Գանք մյուս թեմային, հիմա մեծ լավ պատմություն եմ պատմում։ Դու ուզում ես հարցերին այ ես մեծ պատմություն եմ պատմում, sense բան չկա ժողովուրդ, sense բան չկա, ուշադիր լսեք։ Ուրեմն վստահ եմ շատերը տեսել եք, բայց գուցե որոշ մարդկանց համար սա նորություն լինի, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ օրեր առաջ խոսելով այն մասին, թե ինչու է անհրաժեշտ պետականացնել, ազգայնացնել, հեծը նշում է, որ օրինակ վերջերս ինքը գտնվել է հոմպլեքս այդ հիպերմոլի բացմանը, որի մեջ ներդրել են մարդիկ 70 միլիոն դոլարից ավել գումար, եւ այդ ընթացքում երբ այդ միջոցառումներ հոսանքազրկվում է հոմպլեքսը եւ այսինքն խնդրեմ առաջանում բացման արարողության հետ մարդիկ այդ իրանց մեծ միջոցառումը, որը որ տենց կարևոր իրադարձություն է առնվազն ներդրումային համատեքստում փչանում է, որովհետև ինքը բերում է ստեղ երկու պատճառ ուշադիր։ Ուրեմն առաջին պատճառը ասում է, ստեղ երկու վերսիա կա։ Առաջինը, իրանք ուղակի չգիտեն ոնց աշխատեն, լավ չեն աշխատում ու դրա պատճառով ունակ չեն ապահովել հոսանք, եւ երկրորդ պատճառը, որ սա դիտավորյալ սաբոտաժ էր։ Այսինքն իմացել են, որ Նիկոլը գնալու է այդ հոմպլեքս Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվող ապօրինի գործողությունների պատասխան իբր հեծը որոշել է սաբոտաժ իրականացնել եւ Նիկոլին թողել մութ սենյակում, այսպես ասած։ Հիմա ես երեք դիտում էի հարցազրույցը հեծի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազենյանի հետ, որտեղ ինքը պատմում է, սա ֆանտաստիկա է, էլի, սրանց ապիկարության մակարդակ է, էլի, ու անտեղեկացվածության ու մանիպուլյացիաների։ Ուրեմն, պարզվում է, որ հոմպլեքսը երկու տեղից է ստանում հոսանք։ Առաջինը դա Կարիտաս այդ ընկերությունն է, հա, այսպես ասած, առանց խորանալ Կարիտաս, մի խոսքով հեծը չի, եւ երկրորդը դա նախկին ՊՆ-ի հայեցողության տակ, այս պատասխանատվության գոտում եղած, իսկ հետագայում ՊԵԿ-ին փոխանցված եւ այսօր պետական հիմնարկ հանդիսացող ընկերությունն է, որը այդ երկու տեղից է տալիս հոմպլեքսին հոսանք, այսինքն հեծը բացարձակ կապ չունի այդ հոսանքազրկման հետ։ Ավելին, արի մի հատ կասես հոմպլեքսը ինչ է։ Ապեր բան է ինչ որ մեծ հիպերմարկետ է, որը որ տան բաների վրա։ Մոլա, հա, մոլա, որը տան ինչ որ բան է, ոնց հասկանում եմ տերերը աֆիլացված են այս Նիկոլի հետ, կարող է ինքն էլ դա փայունի, ես չգիտեմ, բայց շատ լոյալ են իր հանդեպ ու առասարակ տենց Պարոն վարչապետը կա 100%, պարոն վարչապետ ո՞րն է, կպաչեն էլ համապատասխան տեղը, վստահ եմ, չգիտեմ էլ ումն է ու չէ հետաքրքրում։ Մեկ ով որ այսօր բացում է ինչ-որ բան ու կանչում է Նիկոլ Փաշինյանին, հարգանքի արժանի չի իմ համար, հա տենց խորը քֆուրներ կարողա չտան, որովհետև իրավիճակն էլ մի քիչ խառն է, բայց ամեն դեպքում հանգիստ կարամ ասեմ, որ համապատասխանում են։ Այն մարդը, որ այսօր ինչ-որ մի բան անում է ու լոյալություն է ցուցաբերում Նիկոլին, ինքը արժանի է որևէ տեսակ որակման, անկախ նրանից թե հիմա կբարձրաձայնեմ, թե չէ, չիմանալով դաժումն է, ինձ չի հետաքրքրում ումն է։ Պարզ ասեմ, 0 պատկերացում ունեմ, թե ումն է դա, բայց вообще ինձ չի հետաքրքրում, ումը ուզում է լինի, Նիկոլին կանչելով դուք կիսում եք այդ ամեն ինչը, ինչ ինքը անում, հա, պարզ առաջին դերում չէ, առաջին դերում ինքն է, բայց դուք դրանով իրան մի խոսքով որ մտնելով դուք դառնում եք իր միկրոֆաունայի մաս, դուք դառնում եք տենց իր ճիճուն համապատասխան տեղ։ Անկախ նրանից ով է, ով ուզում է լինի։ Դուք գիտես ով է, ով գիտի ով է դրա տերը։ Ասма դուք դառնում եք իր ճիճուն։ Դե բա ի՞նչ է դառնում։ Եթե մտնում ա։ Հա, մտնում ա, դա սկսում արդեն այդ տեղավորվել, յա, էս ի՞նչ լավ է բան, հետո ասում են խիեր մութ։ Բա որից որ դուրս գայք կարող է լույս լներ։ Ինչև է։ Հիմա լսեք կարևոր բանը։ Բա, հիմա նայ կարևոր բան, ուրեմն ինչա պարզվում։ Պարզվում է, որ նախ հեծի պատասխանատվության գոտուց դուրս է սա եղել, թեպետ հեծի աշխատակիցները գնացել են ու չունենալով նման պարտավորություն օգնել են արագ վերականգնել։ Սրանք ուրեմն չունեն այդ ավտոմատացված համակարգը, որը որ մի կայանից ոնց որ switch անում երկրորդի վրա, որը մեզ տեղեկացրեցին, որ մոտ 1 միլիոն դրամի ծախսա դա ունենալու, որովհետև իրան հարգող հիմնարկ, որը որ մեծ ծավալի գործունեություն է ծավալում, դրանից ունենում է, որ այսինքն միտեղ հոսանքազրկվում է, ինքը ավտոմատ փոխանցում է երկրորդի վրա։ Իրանք դա չունեն, այսինքն 70 միլիոն դոլար իբր, ես չգիտեմ, այդ Նիկոլի ասած թվերն է, կարող լրիվ չհամապատասխանի բնականաբար իրականությանը, որովհետև հիմնականում իր ասածները իրականության չեն համապատասխանում։ 70 միլիոն դոլար ինվեստիցիա են արել միտեղ,
$2,500 չեն ծախսել, որ այդ սարքը չեմ հիշում ոնց է կոչվում, AVR, Dolly ARV, ինչ որ sense մի բան է կոչվում, ավտոմատացված սարք է մի խոսքով, որը որ հենց միտեղ մի աղբյուրը կտրվում է հոսանքի, ինքը ավտոմատ գցում է մյուսի վրա, որպեսզի ստանա։ Այսինքն սա չեն արել ու մի անգամ էլ ֆիքսենք, որ ուրեմն հիմնարկներից մեկը պետական է, հիմա պեկի լիազորության տակ է, որը պետքա հոսանք տար, երկրորդը Caritas-ն է, որը կապ չունի հեծի հետ, երկուսը հեծի հետ կապ չունեն։ Ու սա խոսում է ուրեմն նրանից, որ այն մասին, որ պետքա պետականացնել, երբ որ այս իրավիճակի պատասխանատուներից երկուսից մեկը հանդիսանում է պետական հիմնարկ։ Նիկոլ, այս համատեքստում, եթե դու պնդում ես, որ պետքա պետականացնել, որ sense բաներ չլինի, միակ լուծումը քեզ պետականացնելն է, որովհետև պետականը մենք տեսնենք սեփականը ոնց աշխատում, պետականը ոնց է։ Քեզ պետք է պետականացնենք, այդ նույն լոգիկով։ Մի բան վատ աշխատում պետք է պետականացնենք, նույն քո պնդմամբ քեզ պետք է պետականացնենք։ Քեզ պետականացնելու մի հատ լավ մեթոդ կա։ Արմավիրի քրեակատարական հիմնարկ։ Չէ, արա ինչ արմավիր։ Արա տանենք Երևան կենտրոն, մարդկանց խոսք եմ հետևե։ Հա, բայց դա դիպ։ Այ, կարանտինը տանենք ընդ է։ Կարանտինն ում է պետք ընդ։ Ոչինչ, էլի ուրախ կլինի։ Չէ, չէ։ Համաձայն չես։ Արա գիտես ինչ կարելի է անել։ Կարելի է տարբեր տենց պետական հիմնարկներով մանտալ, տանել այնտեղ մի քանի օր պահել բանում, արմավիրում։ Հետո հասկանալ, որ ոնց կարելի է իրան տանել արմավիր։ Տանել դրանից հետո բան, կլոր, Սովետաշեն։ Հետո տանել Վարդաշեն։ Վերջում ասել արա այ քեզ բան, եկեք մի հատ հրադադար անենք եւ այս մարդուն տանենք ԱԱԾ։ Վերջում տանել ԱԱԾ, Նայիր Հունանյանին շնորհավորել, ասել քո կողքը այլևս խցակից ունես հետդ եւ համապատասխան